Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես մի գաղափարական հայեցակարգային հարց եմ ուզում բարձրացնել։ Մենք անկախությունից ի վեր տեղական ինքնակառավարման մարմինների զարգացումով ենք զբաղվում եւ անկախության ուժեղացումով։ Ուզում եմ հասկանամ, կարող է ինչ-որ բան փոխվել, հիմա հակառակ process-ն ենք տանում, որտեվ սա միակ օրինագիծը չի, որ համայնքներին կենտրոնական իշխանության վերահսկողության տակ բերելուն է նաև միտված ինչ-որ ձևով, այլ օրինակներ էլ կան, ուզում եմ, որ սրա շուրջ բանավեճ ունենանք, որտեվ եթե այո, ուրեմն շատ բան պետք է փոխենք, մենակ այս օրենքը չպետք է փոխենք, պետք է կարող է ինչ-որ մի օր էլ որոշենք, որ համայնքներում էլ ընտրություններ պետք չի անել, համայնքներում ավականիներ պետք չեն, որոնք որ պետք է այս վերահսկողությունը նաև իրականացնեն, թե համայնքի սեփական եկամուտներից արվող ծախսերի նկատմամբ, թե դոտացիաների, սուբվենցիաների եւ այլն։ Իմ կարծիքով պետք է ստեղ զգույշ լինենք եւ առաջինից երկրորդ ընթերցում ինչքան էլ որ իրավաբանները, արդարադատության նախարարությունը կամ այլ գործընկերներ դրական եզրակացություն են տվել եւ ասել են, որ այստեղ որևէ խնդիր չկա, ես այստեղ տեսնում եմ խնդիր այս մասով եւ առաջինից երկրորդ ընթերցում առնվազն տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հոդվածներում շտկումներ անենք, որպեսզի այդ մեր ворթեգրած քաղաքականությունը չշեղվենք։ Իսկ եթե նորից եմ կրկնում, այնուամենայնիվ որոշել ենք փոխել այդ քաղաքականությունը, ապա այդ քաղաքականությունը պետք է փոխել ամբողջովին եւ ոչ թե հատվածական, երբ որ ընդհանրապես մենք ասում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները անկախ են եւ պետք է զարգացնենք իրենց անկախությունը, բայց տենց դիսկրետ տարբեր տեղեր բաներ են անում, փոփոխություններ են անում դրան հակառակ։ Շնորհակալություն։